Ինչն է խանգարում սահմանազատում սկսելուն։ Եթե հաշվի առնենք այն դրական մթնոլորտը, որ ստեղծվել է վերջին շրջանում, հատկապես ապաշրջափակման առաջին քայլերի ֆոնին։ Ինչն է խանգարում։ Խանգարողը չեմ կարող ասել ուղղակի լուրջ է այդ խանգարումները, որ այն խոսքերը, որ նախագահ Ալիևն է հայտարարում է հանդեպ, օրինակ Սևանա լճի անվան վերաբերյալ, որ այսպեսի մի բան է քարոզում, մինչդեռ ինքը այդ ստորագրելով օգոստոս 8-ի այդ համաձայնագիրը այնտեղ խոստացել է, որ Հայաստանին ավեց քաղաքական հակահայ քարոզություններ չշարունակի, մինչդեռ անում է դա։ Հետո գալիս է հաստում այնտեղ, որ մի քարտեզ են հրատարակում, որը Պարսկաստանի Հայաստանի սահմանի քարտեզն է, սա պարզ սովորական քարտեզ է, ոչ շատ պարզ երևացող գծերով, որտեղ շատ փոքր է Սկեպանով չափով է նկարած այդ քարտեզը, եւ վերնագիրը գրում Զանգեզուրի միջանցք։ Դա Զանգեզուրի միջանցքը իստորագրած որ Զանգեզուրի միջանցքը դրանով մեկ մասն է այդ քարտեզի վրա, բայց ամբողջ քարտեզի անունը Զանգեզուրի միջանցք։ Մինչդեռ այդ Զանգեզուրի միջանցք տերմինը իր ստորագրած համաձայնագրի մեջ ոչ մեկը գոյություն չունի։ Այդ ճանապարհն ասում է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Եթե քարտեզը նայում եք, ադրբեջանցի պաշտոնյաներ կան, ասում են մի նեղացեք, դա մեր տերմինն է, օգտագործում ենք։ Շատ լավ։ Բայց եկեք տեսեք, որ մեր ընդդիմությունը այդ վերջացրել է, որ դարձել է, այսպես ասած, մեծ պատմություն։ Տեսեք Ադրբեջանը մերոնք համաձայնել են, որ Ադրբեջանի միջանցքը տան։ Փոխանակ մեր ընդդիմությունը այդ գործն անի, որ պարոն Ալիևին եւ իրանց այդ իշխանություններին, որ հրատարակել են այդ քարտեզը, ողոքի, այսինքն ինչու եք ձեր համաձայնագրին ստորագրած թղթեր պայմանագրին, համաձայնագրին հակառակ նման անուն դրել այդ քարտեզի վրա։ Հայաստանի ներսում ծրում տարածում են այդ, որպեսզի դժգոհություն առաջացնեն Հայաստանի դեմ։ Հիմնականում դա է պատճառը։ Իսկ երկրորդը իմ տեսակետից ամենակարևորն է, որ այդ համաձայնագրի մեջ, այդ նախաստորագրված համաձայնագրի մեջ, որը իմ կարծիքով ինչպես ճիշտ անվանում չէր այդ փաստաթղթին, նա հուշագիր էր պարզապես, փոխըմբռնման հուշագիր, որի կետերը, որ նշված են, փոխափոխության ենթակա չեն, պետք է կատարվեն այդ կետերը, բայց ըստ ապագայի մանրամասն միջոցների ինչ տեսակ, ինչ ճանապարհով պետք է այդ գործերը կատարվեն։ Այդ համաձայնագրի մեջ չկա ժամկետ, որ օրինակ 4 ամսում, 6 ամսում, 1 տարում թե չկա։ Հայաստանի վարչապետն ասում է 2026 թվականի առաջին կեսին կավարտենք նախապատրաստական աշխատանքները, երկրորդ կեսին կսկսենք շինարարական աշխատանքները։ Պարոն Փաշինյանի ասածը կարող է այդպես լինի, բայց պարոն Ալիևը կարող է չընդունի դա։ Մենք հույս ունենք, որ այդպես կարող է լինի։ Ալիևի չընդունելը արդեն Վաշինգտոնին է վերաբերում, ոչ թե մեզ։ Այո, դա էլ կա։ Բայց հիմա կարևոր հանգրվանի կանք մեր որպես սահմանազատման հիմք խսեն որևէ կոնկրետ քարտեզի շուրջ, ունեն կողմերը պայմանավորվածություն։ Ընդհանրապես Ալմատի 1991 թվականին։ Չէ, քարտեզի մասին է խոսքը։ Քարտեզները 70-ական թվականների, 80 թվականների հրատարակած խորհրդային շտաբի քարտեզներն են։ Բայց ոչ կոնկրետ։ Սահմանները գծված են։ Սահմանը գծված է մաքուր պարզ ձևով գծված է այդ սահմանների վրա։ Դա ադմինիստրատիվ վարչական սահմաններն էին խորհրդային միության տարբեր շրջանների եւ այդ սահմանները որոշ են։ Եթե հապկի հայտարարությունով որ ասին դուք մենք չգիտենք ձեր սահմանները որտեղ են, որ գանք պաշտպանենք, այդ պատճառաբաներով որ չեկան Հայաստանի օգնության, դա իրականությունից շատ հեռու է, որովհետև հապկի կենտրոնական ուժը, որ խորհրդային Ռուսաստանի զինվորական շտաբն է, նրանք են գծել այդ քարտեզները, նրանք են պատրաստել քարտեզը եւ երկկողմ Հայաստանը, Ադրբեջանը ժամանակին 60-ական, 70-ական թվականին ամեն մեկի տակ դրել էր իր ստորագրությունը, համաձայնությունը։ Բայց հապկը մեզ ասում է, ձեր սահմանը դեռ հստակ չի մեզ համար։ Ուրեմն 13 հանրապետություններն էր, որ գոյություն ունեն 12-ը, նրանց սահմաններն են, ուրեմն հայտնի չեն ինչ են։ Ներառյալ Ռուսաստանին է, որտեղ շատ քիչ տեղեր է սահմանազատում եղել դրանից հետո։
դեռ սահմանազատում չկա, չնայած այսօր փողվարչապետը ասել է, որ հնարավոր է արտահերթ սահմանազատում այն հատվածում, որը վերաբերելու է թրիպին։ Ես ինքս էի մեծրանից մեկ քանի շաբաթ առաջ առաջարկել, որ պետք է սահմանազատումը անպայման սկսի գոնե 8-10 կիլոմետր Պարսկաստանի սահմանից սկսած դեպի հյուսիս։ Օրինակ, այն սահմանը, որ լինելու է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանը արևելքում, նույնը Հայաստանի եւ Ախջևանի սահմանը, որ լինելու է արևմուտքում, Մեղրիի ճանապարհի մասին է խոսքը։ Գոնե դրանից 5-ից 10 կիլոմետր դեպի հյուսիս, այդ հատվածը պետք է սահմանազատվի։ Առանց դրան մենք չենք կարող ապաշրջափակել, քանի որ ապաշրջափակման համար կարիք ունենք ունենալու անցակետերի, մաքսակետերի։ Եթե սահմանը չի վերջնականացված, այդ դրանք որտեղ պետք է կառուցվեն։ Ադրբեջանական արձագանք չկա։ Ոչինչ չկա, ոչինչ։ Լավ, սահմանազատումը դեռ այսպես հեղուկ վիճակում է, բայց շատ ակտիվ է դարձել անկլավների խնդիրը։ Ինչու՞։ Անկլավների խնդիրը, որտեղ անկլավների խնդիրը մի քիչ բարդ խնդիր է, մի քիչ խառնիճաղաճ խնդիր է։ Տեսեք, եթե պատմությանը վերադառնանք, ինչպես գոյացան անկլավներ եւ այլն, ձեզ ասեմ, խորհրդային միության քարտեզների մեջ, ոչ մի քարտեզի մեջ, մինչև 1936 թվականը որևէ անկլավ գոյություն չուներ։ 1936 թվականին հանկարծ Հայաստանի տարածքի նոր քարտեզ հրատարակվեց, որի վրա ներկա էին երկու անկլավ, Տավուշի երկու անկլավներ, Ասկիպարան եւ Բարխուդարլուն, Սոֆուլու Բարխուդարլու յուղերի միատեղ այդ երկուսը Երևան։ Դրանից 3 տարի հետո 39 թվականին Տիգրանաշենի անկլավը, Քյարքի անկլավը դարձավ անկլավ քարտեզի վրա։ Իսկ դրանցից որն է որևէ փաստաթուղթ ունի, որ վստահեցնում է դա այդպես կա, այդ անկլավը Հայաստանի իշխանությունը տվել է Ադրբեջանին, գոյություն չունի։ Պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չկա, բացի խորհրդային միության շտաբի գծած քարտեզների վրա եղած անկլավներ։ Այսինքն դուք կարծում եք, որ Ադրբեջանը հակված է փոխանակումներ անել, թե։ Ես հույս ունեմ, որ երկկողմ փոխանակումներն անենք, որ այն որ իր տարածքում է մնա Իրանը, որ մեր տարածքում է մնա մեզ։ Քանի որ այդ 3 ադրբեջանական անկլավները, որ մեր տարածքում են, իրար վրա ունեն մոտավորապես 45-46 քառակուսի կիլոմետր տարածք։ Արծվաշենը միայն ինքը 42 քառակուսի կիլոմետր է։ Իսկ այն ճանապարհն պարանոցը, որ Հայաստանը միացնում էր Արծվաշենին, որ Ադրբեջանը գրավեց առանց վերադարձնելու մեզ, նա էլ 4-5 քառակուսի կիլոմետր է։ Այսպեսով, եթե այն պարանոցն ու Արծվաշենը հաշվենք, մեր տարածքը Ադրբեջանի մեջ ավելի մեծ է, քան իրենց տարածքը Հայաստանում անկլավների տեսակետից։ Եվ եթե փոխենք դրանք փոխանակենք, ապա երկուստեք կարող ենք խնդիրը միանգամից լուծել։ Իսկ եթե փոխանակում տեղի չունենա։ Փոխանակում եթե տեղի չունենա, այստեղ մի հատ տարբեր խնդիր է առաջանում։ Բաքուն չհամաձայնի փոխանակում։ Ասենք չհամաձայնեց։ Ինչպես են կատարելու իրականությամբ այդ հանձնումը։ Տեսեք, խորհրդային միության օրերին խնդիրը շատ պարզ էր։ Խորհրդային միության քաղաքացին այդ սահմանները, վարչական սահմանները իրանց համար խնդիր չէր։ Անցնում էին մյուս կողմից Ադրբեջանցի ադրբեջանցին գալիս էր ոսկեպար տեղ առևտուրներ անում, իր ապրանքներն է վերում, վաճառում, վերադառնում իր անկլավը, նույնպես Քյարքի անկլավի ժողովուրդը դուրս էին գալի ճանապարհի վրա, իրանց աճեցրած բանջարեղենը վտողները վաճառում էին հայերին, բայց երբ որ երկու երկրները դարձան անկախ երկրներ, այդ սահմանները դարձան միջ երկրական սահմանները, միջ երկրների միջև եղած սահմանները, այսօր Ադրբեջանից ինչպես պետք է Ադրբեջանից կամ մտնի իր անկլավը։ Ասենք Քյարքին տրվեց Ադրբեջանին։ Ինչ ճանապարհով պետք է հասնի այնտեղ։ Պետք է հայկական անձնագրի հսկողության տակով անցնի, պետք է հայկական ճանապարհով է անցնում, հայկական մաքսատնով անցնի։ Մենք Արցվաշեն ինչպես պետք է։ Մենք էլ նույնը։ Եվ այն կողմից պետք է իր արկլավից էլ դեպի Ադրբեջան վերադառնալու համար պետք է նորից պաշտոնական անցակետով եւ պաշտոնական մաքսակետով պետք է անցնի ու վերադառնա։ Հիմա այստեղ կա նաեւ մեկ այլ ոչ պակաս նուրբ հարց։ Ադրբեջանը ընդունում է, որ այն ինչի մասին մենք խոսում ենք, դա իր տարածքը չէ, հայկական։ Դա ես ճիշտ չեմ կարող վերջնականացնել պատասխանը դա, բայց
երբ որ խոսում ենք ուրեմն սահմանների անձեռմխելիությունը, ինքնավար է սահմաններից մեր սահմանը, ներքին բաժանումները չպիտի գոյություն ունենան, ներքին անկլավ չպիտի գոյություն ունենա դրա մեջ։ Դա արդեն հակասում է տերմինին, իրենց պայմանագրի տերմինին հակասում է։ Ինչպես կարելի է մենք սահմանը ընդունենք, որ սա է մեր սահմանը, հետո հանկարծ մեր մեջ մի հատ ուրիշ է սահմանը գոյացել, արհեստականորեն։ Դա տարբեր խնդիր է, բայց եթե նույնիսկ ասեմ, դրանք տրվի Ադրբեջանին, ապա դրանց երթևեք ով է ղեկավարել, ինչպես է լինելու։ 20 հոգի, 40 հոգի մարդ է ապրելու Տիկնանաշենում, Քյարքիում։ Պիտի դրանց համար անցակետ կառուցել, պիտի դրանց համար մաքսակետ կառուցել երկու կողմ, թե Հայաստանում, թե Ուրանքում։ Չէ, կասկածանք կա, որ Ադրբեջանը դրանով ռիսկային է դարձնում Հայաստանի հաղորդակցության ուղիները։ Հայաստանի հաղորդակցության ուղիները ռիսկային չի կարող դարձնել, քանի որ Իրանը չի լինի։ Մենք հսկողություն ունենք այդ ճանապարհի վրա ադրբեջանցին իր սահմանից մտնում է իր անկլավը։ Դա ռիսկային չի լինի մեր համար։ Պարզապես գլխացավանք կլինի, ավելորդ ծախս, ավելորդ միջոցներ վատնելու բան ճանապարհ կլինի։ Բայց մենք այդ գործը պետք է անենք, չպիտի ադրբեջանցին, երբ որ կարող ուզում է որտեղից որ կարող մտնի գնա իր անկլավը հասնի։ Մեկ ճանապարհ պետք է գոյություն ունենա, այդ ճանապարհն է պետք է վերահսկի Հայաստանը։ Այնինչ հայկական կողմն է ասում, որ դրանք ադրբեջանական անկլավներ են, նույնը ասում են ադրբեջանցիները։ Այո, ճիշտ նույնն է, իրանք էլ ասում են նրանք մեր անկլավները Հայաստանում, իսկ իրենց վերջին հրատարակած վերջի 15 տարվա մեջ հրատարակած քարտեզների վրա ընդհանրապես Արցախյան իրենց տարածքն են հաշվում։ Բայց հաշվեն նայած հայկական անկլավներն էլ իրենց են հաշվում քարտեզների մեջ, հայկական անկլավները ցույց են տրվում որպես Հայաստանի մեջ գտնող ադրբեջանական անկլավները ցույց են տրվում որպես ադրբեջանական հող, իսկ Արցախյանը ընդհանրապես Ադրբեջանի մեջ են առնված։ Անկլավների թեման այսպես տաքացնում են, այո, բայց ոչ ոք չի խոսում ագրեսիայի ենթարկված տարածքների մասին։ Դա ինձ թվում է մեր սահմանազատումը, եթե պետք է սկսենք, առաջի այդ պայմաններ, նախապայմաններ այդ խաղաղության պայմանագրի, առաջին նրանք այդ 240 քառակուսի կիլոմետր տարածքը, որ Ադրբեջանը 2021-ի մայիսից հետո գրավել է, նրանք անմիջապես պետք է վերադարձնի մեզ, քանի որ նրանք գիտեն, որ իրենք կանգնած էին նախկինում մայիսի սկզբին, կանգնած էին խորհրդային սահմանների վրա, հետո 2 տարի հետո արդեն 240 կիլոմետր վերցրել են այդ տարածքներից։ Դա առաջինն է, որ ամրաշինական աշխատանքներ են կատարել։ Այո, բավական մեծ աշխատանքներ են կատարել, շինարարություն, ճանապարհ են սարքել դրանց վրա։ Այսինքն դուք հավատում եք, որ Ադրբեջանը առանց որևէ ճնշման կարող է հետ քաշվել այդ տարածքներին։ Առանց որևէ ճնշման հետ չի քաշվի, շատ է աշխատելու, որ դրանք պահի, բայց օրենքով իր ստորագրած պայմանագրերի համաձայն պիտի դուրս գա այդտեղից։ Հիմա դժվար է Ալիևը, երբ որ հայտարարել, որ այդ տարածքը, որ իմ զինվորս կանգնած է, Ադրբեջանի տարածք է, Ադրբեջան է կոչվում, հիմա դուրս կասի, չէ, դրանք տեսեք, այդ 240 կիլոմետր մերը չէր, հետ եմ տալիս Հայաստանին։ Ես այդ իր ասածը եւ հիմա ինչպես պիտի հետ վերցնի իր ժողովրդի համար, դա ինձ դժվար եմ տեսնում։ Դրա համար էլ կարող է ձգձգի այս խաղաղության պայմանագիրը ստորագրել, պատրաստել վերջնականապես ստորագրելը եւ այլն, որպեսզի այդ ընթացքում մի բաներով իր ժողովրդին աշխատի հավատացնել, տեսեք, հիմա էլ այդ գործը անում է իհարկե, ասում է, տեսեք, մենք չնայած խաղաղության պայմանագիր ենք ստորագրում, բայց Վանգեզուրի լիճանցքն ենք վերցնում, բայց Սևանան լիճի անունը Ադրբեջանային հաշվում, որ ապագայում կարողանանք մի բան անել։ Չնայած այդ անվանումը դրված է եղել 18-րդ, 19-րդ դարին, երբ Ադրբեջանը որպես երկիր դեռևս չէր ծնվել, գոյություն չուներ։ Հայկական կողմը ասում է, խնդիրը ռազմական լուծում չունի։ Անմիջական այսօրվա պայմանով խնդիրը ռազմական լուծում չունի, քանի որ ռազմական լուծումը երկու Դե Ադրբեջանում էլ կմտածեն, եթե Հայաստանը ռազմական լուծումով չի վերադարձնում իրեն պատկանող հողատարածքները, ինքնակամ նրանք ինչու պետք է դուրս գան այդ տարածքից։ Հայաստանը կարիք չունի, պայմանագիր կա, ստորագրած համաձայնագիր կա, այդ համաձայնագիրը եթե հարգում ես, պետք է կատարես այդ գործը։ Պարոն Ալիևը ինքը
երբ որ այդ օգոստոս 8-ի այդ համաձայնագիրը ստորագրելուց հետո թղթակիցներից մեկը հարցնեց, ինչ կլինի, եթե կողմերից մեկը չկատարի իր խոստումը։ Թրամփն ասավ առաջ երթի կգաք ինձ կհայտնեք, ես դա կլուծեմ, եթե չեղավ, դա կմտածենք ինչ պատիժներ ենք անել դրա դիմաց։ Հետո նախագահ Ալիևը վերկացավ ասաց, որ մենք աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքում ամենահարգալից դիվանագետի հետ ներկայությամբ ստորագրել ենք այս պայմանագիրը։ Ինչպես կարող ենք չկատարել դրանք։ Դա իր ասածն էր։ Բառացի։ Օրեր առաջ Հայաստանի նախկին պաշտպանության նախարարին հետախուզում հայտարարվեց եւ գործ է հարուցվել հենց Սև լճի հատվածում դիրքերը հետ վերելու առնչությամբ։ Ես ճիշտ ասած Սև լիճը երբ որ սկսեցի, ես մոտիկից կապ ունեի այնտեղ մի քանի զինվորներ կային, որոնց անձնապես ես ճանաչում այնտեղ էին։ Ասում եմ, մեզ ասել են, որ զենք չվերցնեք ձեռքներդ։ Ոչինչ մի արեք, մենակ առանց զենքի դուրս եկեք, որ ձեզ էլ նրանք չկրակեն ձեզ։ Դուք առաջ մի արեք, հետո էլ հրամանակավոր թողեք հեռացեք այդտեղից։ Դա հիմա նոր է բարձվում հրաման տվողը ով է։ Այո։ Դե շատ նման դեպքեր ունեցել ենք մենք։ Դժբախտաբար պատերազմի ժամանակ մենք հավանաբար եթե նման դեպքեր չունենայինք, հենց բուն պատերազմի ժամանակ այդ 44 օրվա պատերազմին այս վիճակի չէինք լինի։ Հիմա ելի վերադառնանք անկլավներին եւ ավարտենք դրանով։ Բարձվում է անկլավների անգամ եթե դիվանագիտական համաձայնությունը ձեռք բերվի, պետք է հանրաքվեով հաստատվի դա։ Այո, անպայման, քանի որ հողերի հողամասերի փոխանակում է։ Նույն անելու է ադրբեջանցի։ Նույն երկու կողմը պետք է հանրաքվեով լինեն։ Ես կարծում եմ իրենց ավելի ձեռնտու կլինի այդ գործը անելը, քանի որ Արցվաշենի անկլավը իրենց տնտեսական կենտրոնն է այդ շրջանի։ Եվ իրենց նրանից հարավ, եթե հյուսիս գտնվող գյուղերը Արցվաշենի միջոցով են անցնում իրար կապը պահում։ Եթե հայկական դառնա, իրենց կապը կկտրվի, իրենց կենտրոնը չեղյալ կլինի արդեն առևտրական կենտրոնը։